Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյան եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների գործարար ոլորտից, ովքեր կիսվում են իրենց գիտելիքով, ոլորտային փորձառությամբ եւ ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձություններով։ Այսօրվա իմ հյուրին է մեծ սիրով ուզում ներկայացնել Անին Հովակիմյան, ողջույն Անին։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Անին հանդիսանում է Մոքափոդ սրճարանների ցանցի հիմնադիրը եւ կարծում եմ սա արդեն ենթադրում է, որ մեր հիմնական թեման լինելու է հանրային սննդի ոլորտը ընդհանուր, ցանցային բիզնեսի առանձնահատկությունները, սրճարան Երևանում, բայց մինչեւ հիմնական թեմային անցնելը, Անի, մի փոքր ներկայացնեք ձեր կրթական հենքը, ինչ կրթություն եք ստացել եւ արդեն երկրորդ հարցը ինչպես եք մուտք գործել այս բավականին հետաքրքիր, ինչու ոչ ռիսկային եւ շատ արագ փոփոխվող ոլորտ։ Շնորհակալություն։ Ես սովորել եմ Բրյուսելում, որը ոչ մի կապ չունի գործարարության հետ։ Ուղղակի դա եղել է իմ մայրիկի ուսանողական երազանքը, որին ես եմ հետևել, սակայն հետո հասկացել եմ, որ ինձ ավելին է պետք, քան լեզուները, ուղղակի լեզուների իմացությունը եւ այդպես ավարտել եմ բիզնես մենեջմենթ, այսինքն MBA եմ արել, երբ որ արդեն ունեի շուրջ 10 տարվա փորձ սրճարանային ոլորտում։ Այսինքն ինձ մոտ ավելի շատ եղել է առաջինը աշխատանքը, փորձը հետո կրթությունը, ոչ թե կրթություն հետո փորձ, ինչպես որ շատերի մոտ է լինում, ու ես եկել եմ այն եզրահանգման, որ փորձ հետո կրթությունը շատ ավելի ճիշտ ընթացք է, քան հակառակը։ Նաև կարողանում եք շատ հստակ կողմնորոշվել, թե ինչ եք ցանկանում, ինչն է ձեզ ավելի հետաքրքիր, ինչ աշխատանքն եք ավելի սիրով անում։ Տեսեք, Անի, նշեցիք, որ սովորել եք Բրյուսելում լեզուների ուղղվածությամբ, սա նաև շատ կարևոր է, որ շատ դեպքում մենք ինչպես միշտ նշում ենք, գործարարության դեպքում բոլորովին պարտադիր չի, որ դու ունենաս տնտեսագիտական գիտելիքներ, կրթություն, հա, այսինքն ցանկացած անհատ կարող է լինել գործարար, այսինքն արարող, արժեք ստեղծող, պարզապես նաև այստեղ կարևոր է, որ դուք ճանապարհին ընթացքում փորձել եք նաև համալրել ձեր գիտելիքները գործարարության մասով, որպեսզի կարողանաք բիզնեսը ավելի արդյունավետ առաջ տանել։ Միանշանակ, ես մինչև հիմա էլ ինքնակրթվում եմ, շատ տարբեր միջոցառումների եմ մասնակցում, խոսնակների եմ լսում, գրքեր եմ կարդում, բիզնես գրքեր շատ վաղուց, ինձ մոտ գեղարվեստական գրքեր չկան արդեն գրապահարանում, բայց ես շատ ուրախ եմ, որ բիզնես կրթությունը ստացա։ Ինձ մոտ ամիջապես ամբողջությամբ աշխարհայացքը փոխվեց բիզնես կրթություն ստանալուց հետո։ Այսինքն ես համարում եմ, որ եւ փորձն է կարեւոր եւ կրթությունը ամեն դեպքում։ Ուղղակի որպեսզի ճիշտ կողմնորոշվես ու հասկանաս դու ինչ ես ուզում անել, փորձը սկզբում պետք է։ Շատ լավ։ Անի, կուզենամ մի փոքր նշեք հենց նաեւ այդ փորձառության սկզբնաղբյուրի ճանապարհի մասին ու նաեւ ինչպես որոշեցիք, որ ձեր սեփական բիզնեսը պետք է լինի հենց Մոքափոդը, ովքեր որ երբևէ այցելել են կամ առիթ են ունեցել այնտեղի այցելու լինել, իր ձևաչափն էլ է բավականին հետաքրքիր, հա, այսինքն ավելի շատ դուք շեշտադրությունը դրել եք տիրամիսուների վրա, բայց իհարկե տիրամիսուներից բացի այցելուն կարող են նաև այլ համովություններ համտեսել, այսպես ասած։ Ոնց եք եկել այդ մտքին։ Շատ ծիծաղելի պատմություն է ինչու տիրամիսու, որովհետև դա միակ աղանդերն է, որ ես կարողացել եմ պատրաստել այդ ժամանակ։ Այդ ժամանակը դա որ ժամանակը մասին է խոսքը։ 2023 թվական 3 տարի առաջ եմ հիմնել տիրամիսուն ու առաջին 2 ամիսը մեր աղանդերի ցուցակում կար տիրամիսուն, բայց դոմինանտ չէր, այսինքն ունեինք ընդամենը մեկ տեսակ։ Այս պահին ունենք 35 տեսակի տիրամիսու, որ Հայաստանում չեք գտնի այդքան տարատեսակ տիրամիսուներ, հա։ Երբ որ ես հասկացա, որ տիրամիսու պատրաստելը ինձ մոտ լավ է ստացվում, իմ հյուրերը դա հավանում են, հասկացա, որ ինչու ոչ ստեղծել մի քանի տեսակ ու այդպես առաջին 7 տեսակը երբ որ թողարկեցինք, մեզ մոտ ուղակի բում էր։ Մարդիկ հերթի մեջ կանգնած սպասում էին, որ
փորձեին այդ 7 տեսակի տիրամիսուն ու այդտեղից սկսվեց արդեն ընթացքը։ Ես ոլորտ մուտք եմ գործել արդեն շուրջ 20 տարի է, հնարավոր բոլոր պոզիցիաներում աշխատել եմ եւ հիմա էլ շարունակում եմ, նույնիսկ լինելով հիմնադիր, ինձ հաճախ կտեսնեք թե տիրամիսու պատրաստելիս, թե խոհանոցում նոր մենյու տալիս, ես եմ իմ մենյուները խոհանոցի տալիս, թեև մասնագիտական կրթություն չունեմ, բայց փորձը թույլ է տալիս ստեղծել մենյու։ Ու ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում։ Շատերը կան, որ մի ոլորտում մնում են 5-3 տարի ու համարում են ձանձրացան, պատկերացրեք ես արդեն 20 եւ ավել տարի այստեղ եմ ու դեռ չեմ ձանձրացել ու դժվար ձանձրանամ։ Շատ լավ, միտքը որտեղից է առաջացել, բացի այն, որ դուք շատ սիրում եք տիրամիսու պատրաստել, ձեզ մոտ դա ամենալավն է ստացվում։ Իրական սեփական բիզնես ունենալու միտքը եկավ նրանից, երբ որ ես հասկացա ունեմ մտքեր, որոնք ուզում եմ իրականացնել, բայց շատ դեպքերում իմ ղեկավարները համարում էին մի մասը խելահեղ մտքերը, մի մասը համարում էին կարող է չաշխատի, մեծ ռիսկեր էին տեսնում եւ այլն։ Իսկ գործարարության մեջ դու պիտի ռիսկի գնաս։ Դու կապ չունի որքան փորձ ունես, եթե չես ռիսկի գնում, չես փորձում, չգիտես կաշխատի թե չէ։ Ես չգիտեմ որևէ մեկին, որ կգա ասի այս միտքը անպայման հրաշալի կաշխատի։ Ու այդտեղից առաջացավ միտքը, որ ես ուզում եմ իմը հիմնել, փորձարկել ինչքան ուզում եմ, վնասվել ինչքան ուզում եմ ու հաջողել։ Ու արդյունքում ես կարծում եմ, որ հաջողել եմ, որովհետև շատ սիրված են մեր տիրամիսուները եւ արդեն ունենք երկրորդ մասնաճյուղը, որովհետև առաջին մասնաճյուղը փոքր էր, հյուրերը բողոքում էին տարածքից։ Ինչպես նաեւ ստեղծվեց էկլեր սրճարանը, որտեղ էկլերների տարբեր տեսակներ ունենք հիմա։ Շատ լավ, Անի, վստահաբար կարող ենք ասել, որ հանրային սննդի ոլորտը ինքը, բացի այն, որ բավականին հետաքրքիր է, զարգացող է, աճում է, նաև Հայաստանում, մասնավորապես, թեպետ միշտ նշում եմ ցավոք սրտի Երևանում, որովհետև համայնքները իսկապես շատ այսպես դուրս են մնում այս զարգացման ուղեծրից, բայց այնուամենայնիվ անընդհատ նոր տեղեր են բացվում, անընդհատ մեր հաճախորդը նոր փորձառություններ, նոր համեր է փնտրում, ինչ մարտահրավերներ ու հնարավորություններ կան այս ոլորտում։ Առաջին մարտահրավերներից է հենց մրցակցությունը, ու երբ որ ես սրճարան էի հիմնում, մտածում էի ինչ անեմ, որ տարբերվի մնացած բոլոր սրճարաններից, ինչով տարբերվեմ, ինչով գրավեմ իմ հաճախորդին, ու այդտեղից հասկացա, որ չկան 35 ամի տիրամիսուներ քաղաքում։ Երկրորդ մարտահրավերը, որ մեզ մոտ քիչ են զբոսաշրջիկները, իրականում քիչ են, որքան էլ որ լսում ենք, որ տարի ավելանում են եւ այլն, բայց նախ դա ամառվա 2 ամսվա մասին ենք խոսում ընդամենը, որ մի քիչ աճ ենք գրանցում, իսկ մնացած 10 ամիսը դու ունես տեղացի սպառողին, իսկ տեղացի սպառողների երևի 30%-ն է, որ կարողանում է իրեն թույլ տալ սրճարան այցելել, սա էլ է մեծ մարտահրավեր։ Երրորդ մարտահրավերն է, որ գնալով աճում են մեր հարկերը, հենց 2026-ից արդեն ունենք հարկի կրկնակի աճ, որը մեր ոլորտի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծում, այդ իսկ պատճառով փակվում են բազմաթիվ սրճարաններ, եթե նկատել եք քաղաքում։ Շատ լավ, իսկ շուկա մուտք գործելու նվազագույն ներդրումները ինչպես են այս ոլորտում, քանի որ այն անհատները, ովքեր որ հետաքրքրված են կամ էլի իրենց կարիերան, իրենց մասնագիտական ճանապարհ այս ոլորտում են պատկերացնում, ինչպես է սովորաբար։ Տեսեք շատ է տարբերվում, կան սրճարաններ, որ բացվում են 5 միլիոն դրամով, մինչև 1 միլիոն դոլարի արժողությամբ ներդրումներ են կատարվում մեր ոլորտում։ Իմ առաջի սրճարանը ես 20 միլիոն դրամով եմ բացել, բայց վերջերս բացվել են սրճարաններ, օրինակ, ինչքան գիտեմ, ինչ-որ մի գարաժում, ավտոտնակում բացվել է սրճարան, որը բավականին լավ աշխատում է եւ մաքսիմում 5 միլիոն դրամ ծախսած լինեն այդ պրոյեկտի վրա, ինչը ողջունելի է, դա նշանակում է, որ միտքն է գնահատվում։ Դա նշանակում է, որ մեր սպառողին այլևս չեն հուզում ճոխ, ինչ-որ միջավայրեր եւ այլն։ Դրա պահանջը եւս կա, բայց նաեւ դրան համապատասխան առաջարկներ կան ըստ էության։ Այո։ Ինձ դուր է գալիս, որ մարդու միտքը սկսել է գնահատվել, դու ինչքան տարբերվող լինես, ինչքան նոր բան մտածես, դա սկսում է աշխատել, որը ստացվում է անծայրածիր հնարավորություն է ստեղծում նույնիսկ շատ երիտասարդների համար, որ դառնան գործարարներ։
Շատ լավ, անի մի փոքր խոսենք նաև թիմի համալրումից, վստահաբար կարող ենք ասել, որ հանրային սննդի ոլորտը վստահ էլի այն ոլորտներից է, որտեղ կադրերի հոսունությունը բավականին շատ մեծ է ու նաև մարտահրավեր է բիզնեսի համար այն համատեքստում, որ դու կարող ես ներգրավել ժամանակ, ներդրում անել ու ինչ որ ժամանակ հետո ոնց որ նոր թիմակից փնտրելու հարցի առաջ կանգնել։ Ձեզ մոտ ոնց է, ինչ հիմնական այսպես միջոցառումներ եք նաև իրականացնում, որ թիմը ամուր լինի, այդ կադրային հոսունության խնդիրը լուծեք։ Տեսեք, քանի որ ես ինքս այս ոլորտ մուտք եմ գործել բոլորովին անփորձ, ինձ ընդունել են աշխատանքի առանց որևէ փորձի, դա շատ գնահատելի էր, ես նույնը շարունակում եմ։ Ինձ մոտ աշխատում են մարդիկ 15 տարեկան, որ ծնողից հատուկ թույլտվություն ես վերցնում, որ կարողանա իր երեխան աշխատի։ Կամ նույնիսկ ունենք խոհանոցում խոհարարներ ենք ընդունում աշխատանքի, որոնք ժամանակին եղել են տնային տնտեսուհի եւ ոչ մի փորձ չունեն խոհանոցում։ Այս ոճը ինձ շատ հոգեհարազատ է, դա ունի իր բարդությունները, դու զրոյից պիտի սովորացնես թե աշխատելաոճ, թե մշակույթ, բայց շատ արժեքներ կան դրա մեջ, ես դա շարունակել եմ այդպես էլ անել, հա, շատ քիչ դեպքերում է, որ ես փորձով մարդիկ եմ ընդունում աշխատանքի, երբ այլ կերպ արդեն հնարավոր չի։ Սա ինձ հնարավորություն է տալիս մի քիչ ավելի երկար պահել աշխատակցին ինձ մոտ, որովհետև դու ստացվում է առաջին գործատուն ես, մինչև ինքը փորձ է ձեռք բերում, հետո գնում են, երբ որ ուզում աճի պահանջ են զգում, հա, երբ որ արդեն համարում են լճացել են, ուզում են աճել։ Եվ դրան բնական ու նորմալ եք նայում։ Եվ դա բնական ու նորմալ է, իսկ սկզբանե նեղվում էի, որովհետև մտածում էի ժամանակ, ներդրում, էներգիա եմ ծախսում, հիմա պատրաստի կադր ունեմ, որ գնում է այլտեղ, միգուցե իմ մրցակցի մոտ աշխատելու, բայց իրականում հասկացա, որ պիտի ուրախանամ ու ոգևորվեմ դրանից, հիմա այդպես էլ անում եմ։ Ու երբ որ քաղաքում շրջում եմ, շատ երիտասարդների բարևում եմ, տեսնում եմ այլ տեղերում աշխատում են, ինձ արդեն դա ուրախացնում է, էլ չեմ բարկանում։ Շատ լավ, անի մյուս կարևոր հարցը, տեսեք, տիրամիսուների մասին խոսեցինք, բայց էլի, հա, վստահաբար տիրամիսուների ձատ կարելի է նաև այլ տեսականի համտեսել։ Դուք ունեք նախընտրած այսպես խոհանոց, որը որ շատ սիրում եք եւ հիմնականում ինչն եք կարևորում, հա, ինչն եք վերցնում այդ խոհանոցից։ Իմ բոլոր 4 սրճարանների կոնցեպտի հիմքում ընկած է տեղում թարմ պատրաստելը։ Տեսեք, հայտնի է, որ տիրամիսուն պետք է 2 ժամ պահել սառնարանում, հետո համտեսել, բայց մենք ըստ հյուրի պատվերի տեղում պատրաստում ենք ցանկացած համ։ Նույնը տեղի է ունենում մեր էկլեր սրճարանում։ Ինձ համար միշտ կարևոր է թարմությունը։ Եվ նույնը խոհանոցում մեզ մոտ ամեն ինչ տեղում թարմ պատրաստվում է։ Մեր խոհանոցում չկա ֆրի, ու ես միշտ ասում եմ՝ մի համոզեք, ես ֆրի չեմ ունենալու։ Ինձ ավելի հոգեհարազատ է իտալական խոհանոցը, եվրոպական խոհանոցը։ Ես այդտեղ կարողանում եմ ստեղծագործել։ Ես շատ սիրում եմ հայկական խոհանոցը, բայց ինձ դժվար է պատրաստել հայկական ուտեստները, իսկ եվրոպական խոհանոցը ավելի թեթև է։ Եվ տեխնիկայի առումով էլ, հա, շատ ավելի թեթև տեխնիկա է հարկավոր ունենալ թարմ առողջ ուտեստներ, ինձ մոտ գերակայ, այո, եւ տեղում պատրաստվող նույն պահին ըստ ձեր պատվերի, ինձ համար դա շատ կարեւոր է։ Շատ լավ, նախընտրում եք իտալական խոհանոցը։ Կան ուտեստներ, որոնք որ ֆավորիտ են։ Էլի ձեր ոլորտին հարող, հա։ Կան պրոդուկտներ, որ ինձ շատ հաճելի են, հա, պանրի տեսականիները, օրինակ ստրաչատելա, պարմեզան ու իմ խոհանոցում ուտեստների մեջ շատ եմ օգտագործում։ Իմ ամուսինը 10 տարի ապրել է Իտալիայում եւ ինձ հնարավոր ճամփորդություն ինձ հետ ունեցել է Իտալիայում ծանոթացրել խոհանոցներին, միգուցե դա է պատճառը, որ ինձ ավելի հոգեհարազատ է, բայց նաև նրանք շատ թեթև են սնվում, ինձ դա է դուր գալիս։ Թեթև եւ էսթետիկ։ Թեթև եւ էսթետիկ, այո։ Եվ շատ պարզ են նրանց ուտեստները։
Շատ լավ, անի մի փոքր կներկայացնեք նաև ձեր բիզնեսի զարգացման տեսլականի մասին, ոնց եք պատկերացնում, տեսեք, ցանցային բիզնես ունենալը ըստ էության այնքան էլ հեշտ գործ չէ։ Իրականում հեշտ է այն համատեքստում, որ եթե դու ունես համակարգ process եւ team, ըստ էության կրկնվող process-ներ են, բայց էլի օրվա մեջ սպասարկել հարյուրավոր հաճախորդների, տարբեր նախասիրություններով եւ այլն ինքը բավականին բարդ գործ է։ Ոնց եք պատկերացնում ու առաջիկայում կունենաք ընդլայնում նաև ցանցային բիզնեսի առանձնահատկություններից մի քիչ կիսվեք։ Իմ վերջին մասնաճյուղը բացվել է մոտ 8 ամիս առաջ, որը նշանակում է դեռ շատ փոքր է եւ ինձ հարկավոր է ժամանակ նրան ավելի ստաբիլ դարձնելու ու նոր մտածեմ նոր մասնաճյուղ բացելու համար։ Վերջին իմ երկու մասնաճյուղերը իրարից 3 ամսվա տարբերությամբ են բացվել, դա բավականին բարդ ժամանակահատված էր իմ համար, հա, թե թիմին ղեկավարելու, թե ինչպես դուք եք նշում ցանցի դեպքում հարկավոր է բոլոր մասնաճյուղերում միևնույն ուտելիք օրինակ նույն տեսքով լինի եւ նույն համը ունենա, դրան հասնելը շատ դժվար է։ Բայց նաև կա հեշտ կողմ, երբ որ դու ունես արդեն իսկ գործող երկու սրճարան, շատ հեշտ է այդ թիմով բացել երրորդը կամ չորրորդը, ավելի հեշտ, քան եթե զրոյից ես ինչ-որ մի բան անում։ Քան որ արդեն շատ բաներ ունես պատրաստ։ Միանշանակ եւ մատակարարման առումով եւ քեզ ճանաչում են, վստահում են, շատ դժվար կլինի մեկին, որ ուղակի ոչ ոլորտից հայտնվի ու մատակարարների հետ աշխատի, դա շատ ավելի դժվար է։ Այնպես որ ցանկացած տեղ կան եւ դրական եւ բացական կողմերը, ես մոտ ապագայում պատկերացնում եմ ստաբիլացնել իմ բոլոր սրճարանները, բերել լավագույն որակի, որովհետեւ մեր գործում դու չես կարող ասել ինձ մոտ ամեն ինչ հիանալի է։ Գործող օրգանիզմը, բիզնեսը ամեն օր կարող են առաջանալ խնդիրներ, հատկապես եթե դու ունես 16-17 տարեկան աշխատակիցներ։ Ես միշտ իմ հաճախորդներին խնդրում եմ լինել ավելի համբերատար։ Մենք սովորեցնում ենք նոր սերնդին ունենալ առաջին աշխատանքը։ Դա եւ ոգևորիչ է եւ դժվար։ Այսինքն այստեղ նաև կարող են շատ սխալներ լինել, շատ բացթողումներ լինել։ Գիտեք, ամենակարևորը ոչ թե սխալներն են, այլ դու պատրաստ ես այդ սխալները ուղղելու թե չէ։ Եթե դու տեսնում ես, որ բիզնեսը պատրաստ է, ընդունում է իր սխալը եւ ցանկանում է փոփոխել, բարելավել, ուրեմն այդտեղ ամեն ինչ առողջ է ու պիտի լինես համբերատար։ Բայց եթե դու բողոքում ես, ունես դժգոհություն ու տեսնում ես, որ բիզնեսը ոչ մի կերպ չի արձագանքում քեզ, այդտեղ միանշանակ կա խնդիր։ Շատ լավ, Անի, ուզում եմ վերջին հարցը ձեզ ուղղել, կմտաբերեք ամենաբարդ իրավիճակները ձեր բիզնեսի ստեղծման ժամանակահատվածում եւ ինչու ոչ բարդ որոշումները կամ որոշումը, որը որ կայացրել եք։ Իհարկե, դա ես երևի երբեք չեմ մոռանա ու դրա մասին էլի խոսել եմ, երբ որ մենք բացեցինք մեր Աբովյան մասնաճյուղը, որովհետեւ դա շատ սպասված էր, հյուրերը պահանջում էին, հա, բացել երկրորդ մասնաճյուղ, ինքը տարածքով ավելի մեծ էր ու մեր ներդրումը շատ ավելի շատ, քան առաջին մասնաճյուղի, եւ որքան էլ դու դա պլանավորում ես, միևնույն է միշտ ծախսում ես ավելին, հա, ինչպես տան վերանորոգման մեջ, այդպես էլ բիզնեսի։ Ու քանի որ շատ սպասված էր, իմ մոտ տպավորություն էր, որ ես դռները բացեմ, ինձ մոտ լցվելու են մարդիկ ուղակի, այդ տարածքը միանգամից ապրելու է։ Ու առաջին օրը, երբ որ դռները բացեցինք, ոչ ոք ներս չմտավ, շատ հուզիչ օրեր ինձ համար ու բայց նախապես հայտարարել էիք։ Այո, հայտարարել էինք։ Ու երբ որ արդեն երեկոյան դուռը բացվում է ու ներս է մտնում մի մարդ ու ինձ թվում է հաճախորդ է, բայց ասում է մեր դատարկ շշերի փողը կտակ, պարզվում է ջրի առաքիչներ, որը մեզ ջուր էր բերել ու շշի փողներ ուզում մեզանից, դա 5000 դրամ էր, որը այդ պահին ինձ մոտ չկար, ես իմ բոլոր գումարները ներդրել էի, իմ թիմակիցներից մեկը այդ գումարը վճարեց ու առաքիչը գնաց, դա շատ հուզիչ էր ու շատ տպավորված եմ ես այդ օրով եւ ընդհանուր ուզում եմ ասել, որ բիզնեսը շատ անկախատեսելի է, հա, նույնիսկ դու կարող ես պլանավորել, բայց արդյունքում այլ բան
ստացվում։ Բայց վստահաբար հիմա այլ պատկեր է։ Այո, հաջորդ իսկ օրը մենք հազիվ էինք հասցնում սպասարկել, չգիտեմ ինչու ստացվեց, միգուցե լավ չէինք խոսել օրվա մասին, լավ չէինք տեղեկացրել, բայց հաջորդ իսկ օրը մենք արդեն ունեինք լիսրա, որ իմ ամբողջ սպասումները արդարացրեց։ Շատ լավ, շնորհակալություն շատ, Անի, բավականին հետաքրքիր զրույցի համար ու նաև հետաքրքիր գործունեության, ձեր գործերին մեծ հաջողություն։ Ես եմ շնորհակալ։ Թող որ իսկապես մեզանում ավելի շատանան հաճելի, հետաքրքիր, ինչու ոչ, նաև համեղ սնվելու վայրերը, բայց ոնց որ մենք միշտ նշում ենք, հատկապես ես իմ հաղորդումների ժամանակ, եկեք չմոռանանք նաև մեր մարզերը, մեր համայնքները։ Իհարկե հասկանում եմ նաև գործարարության տեսանկյունից կա ներդրումների հետ վերադարձի, պահանջարկի, առաջարկի շատ այսպես կետեր կան, բայց ուզում եմ վստահություն ունենալ, որ ինչ որ ժամանակ հետո մենք նաև մեր համայնքներում այսպես փոփուշ անկյուններ կունենանք, որպեսզի մեր մարզաբնակները եւս կարողանան այս բոլոր հնարավորություններից օգտվել։ Հուսով եմ, սիրով։ Շնորհակալություն շատ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ գործարար Ալիքի եթերում կրկին անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրներ Անին Հովակիմյան, ով հանդիսանում է Մոքափոց սրճարանների ցանցի հիմնադիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։